դեղորայքի շուկայի վիճակի եւ մասնավորապես հարցնում են երեխաների պատվաստման հնարավոր խնդիրների ինչ որ մասին, չգիտեմ ճիշտ ասած ինչու մասն է խոսքը, որովհետեւ երեխաների պատվաստումից տես տեղյակ չեմ, բայց ասում են, որ դեղորայքի հստակ խնդիր կա, շատ դեղեր արտասահմանից են ստիպված ներկրում, ինչն է դրա հարցը։ Որ ես եմ նկատելի դեպ, ասեմ, որ այն ժամանակ այդպես խնդիր չէր առնչվում, էլի գնում էր ամեն ինչ վրոդի կար, հիմա գնում ես շատ բաներ չի լինում։ Ինչն է սրա, այս դեֆիցիտի պատճառը ո՞րն է։ Դեֆիցիտի պատճառը հասկանալի կառավարումն է, ուրեմն մեր ազգաբնակչությանը պետք է մոտ 8500 անուն դեղի գրանցված լինել Հայաստանում, որպեսզի կարողանանք ապահովենք, դեղ ապահովություն լինի։ Հայաստանում այս տարվա սկզբին եղել է 3000, հիմա ավելի է քչացել։ Ինչքանից է 8500-ից։ Կեսից ավելինը բացակայում է, հա։ Ներկրողները, ինչպես նաև դեղորայքային արտադրողներին հետաքրքիր չի մեր շուկան, որովհետև այնքան քաշքշուկներ են առաջացնում դեղերի փորձագիտական կենտրոնում, տարիներով սպասում են դեղի գրանցմանը, այո, տարիներով։ Բյուրոկրատիական Ստից խնդիրներ են առաջացնում, դեղեր կան, որոնք որ իրենց սիրելի ընկերություններն են գրանցում են մեկ շաբաթով, դեղեր կան, որ հատուկ չեն գրանցում, որպեսզի կարողանան այն մյուս դեղորայքային ընկերությունը, որը որ սիրելի է, լավ վաճառքներ ունենա, այսինքն սպես ասած ամբողջովին այդ պետք է ուսումնասիրվի, ժամանակը գա եւ հասարակ վիտամին C-ից սկսած այսօր խնդիրներ ունենք։ Պետությունը ինչ է անում։ Պետությունը ունի հատուկ հիմնական դեղերի ցանկ հասկացությունը, ուղիղ 500-ից ավել դեղեր են, որոնք որ ուզի պետք է ապահովի դրանք անհրաժեշտ դեղերի ցանկն է, որը որ առաջի անհրաժեշտության ես մի անգամ չալարեցի, համեմատեցի, մոտ 60%-ը այլևս գրանցված չէր այդ ցուցակից Հայաստանի Հանրապետությունում եւ դրա մասին խոսելուց հետո նախարարությունը եւի գլխի ընկավ, արագ նամակներ տվեց ներկրողներին եւ ասեց, որ դուք այդ դեղերը կարող եք բերել առանց գրանցման։ Հիմա սա էլ հարցի մեկ այլ կողմն է, եթե առանց գրանցման են բերում, նշանակում է վերահսկողական որոշակի փուլերը չեն անցնում այդ դեղերը։ Ու այսպես քաոսային այս իրավիճակն է տեղում եւ շատ տարօրինակ մի բան կա, պետք է այս ամեն ինչը, այս չգրանցված դեղեր, կեղծ դեղեր եւ այլն վերահսկի տեսչական մարմինը առողջապահական, բայց մենք տեսչական մարմնի հրապարակումները երբ որ էջում նայում ենք, մենք է տեսնում ենք տեսչական մարմնի պետի տեղակալը բարձրագույն պաշտոնյան է, որը Նիկոլն է նշանակում, վարչապետը, պետական պետի տեղակալը գնացել է գյուղ, հանդիպել է գյուղացուն ու ցույց են տալիս նկար, որ մի գյուղացու տանը պետի տեղակալը նստած է։ Հիմա ոչ ոք գնացել, բարդ ասել է ձեռի հետ կարող մի հատ PR անեմ, մի հատ PR-ը նկարվեք։ Ես դա գնահատում ոչ թե PR, այ քարոզ արշա։ Հիմա մեկը չկա, ասենք նորմալ, եթե մենք ունենայինք վերահսկողություն եւ այլը, հարց չի տալի, ասում է դու քո կանոնադրության որ կետով ես գնացել գյուղացու տուն։ Ինչ գործառույթ է իր իրական։ Ինչ գործառույթ։ Դու պետք է աշխատես։ Դու պետք է աշխատես կենթայիների առողջություններ են։ Դու պետք է աշխատես տնտեսվարողի հետ։ Դու ինչ գործ ունես գյուղացու տանը, բավականին հեռավոր գյուղերից, հա, ինչ որ գնացել է այդ գյուղացու տանը, իրազեկ դու ինչ ես իրազեկում գյուղացուն։